Կանանց ակումբ հասարակական կազմակերպության հաջողված եւ հմայիչ նախաձեռնություններից մեկը Art Evening for Ladies խորագրով մշակութային երեկոն տեղի ունեցավ Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանում մեկ հարկի տակ համախմբելով արվեստի, պատմության ու ազգային ինքնության սիրահար կանանց։ Միջոցառման ընթացքում Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող պատմական գիտությունների տեխնացու Կարինե Բազեյանը ներկայացրեց Ալեքսանդրապոլի տարազային համալիրը, բացահայտելով հագուստի միջոցով փոխանցվող պատմությունը, արժեքներն ու ինքնության կոդերը։ Հիմիսը Ալեքսանդրապոլի եւ լայն առումով բարձր հայքի տոնական հագուստն է։ Այս տոնական հագուստը, ինչպես տեսնում եք, կազմված է վերնազգեստից, եթե սա տեսակ հաջորդը տնեմ, որ կառուցվածքը տեսնեք, նայեք, այսպիսի վերնազգեստ է ինքը ամբողջությամբ բաց, սա բաց տիպի հագուստ է։ Ցեք Արևմտյան Հայաստանի կանանց հագուստի համալիրը միշտ բաց է եղել։ Ու ինչպես խալատի նման է, այդպես ասեմ։ Միջոցառման յուրահատկություններից մեկն այն էր, որ կանայք ներկայացել էին տարազային հագուստով կամ հայկական տարազին բնորոշ տարրերով համեմված հանդերձանքով, ինչը եւս մեկ անգամ ընդգծեց հայեցի ոգին ու ստեղծեց խորհրդանշական կամուրջ անցյալի ու ներկայի միջև։ Մենք փակում ենք թանգարանը մեր կանանց համար, հրավիրում ենք եւ հատուկ ունենում ենք դրես կոդեր։ Ու թանգարանում ներկայացվում է եւ ուտելիքներ, որը հենց բնորոշ է թանգարանին եւ իհարկե ցուցադրությունը։ Մենք խնդրել ենք, որպեսզի թանգարանը ներկայանա այն յուրահատուկ ծրագրով, որը բնորոշ է թանգարանին, ու ինչքան որ ես եմ տեղյակ, մենք խոսելու ենք 19-րդ եւ 20-րդ դարի գյումրեցի կնոջ կերպարի մասին, կենցաղի մասին, սովորույթների մասին։ Նշեմ, որ հանդիպման համար մենք ունեցել ենք հատուկ դրես կոդ եւ հանդիպման հյուրերը, ինչպես նաեւ ես, ներկայացել ենք հայկական տարազին եւ ընդհանրապես հագուստին բնորոշ այսպես դետալներով։ Ոչ միայն տարազային համալիրն է ներկայացվելու, այլ նաեւ ընդհանրապես ազգագրական բնույթի տարբեր այսպես հետաքրքիր թեմաներ են արծարծվելու հանդիպման ընթացքում, ներկայացվելու է նաեւ Շիրակյան եւ Ալեքսանդրապոլին բնորոշ կերակրատեսակները, ուտեստները եւ արհեստները, արևեստը, քանի որ գիտենք, որ Գյումրին այսօր է շարունակում է լինել արհեստների եւ արվեստների քաղաք։ Նմանատիպ ձևաչափով միջոցառումները ոչ միայն էսթետիկ վայելք են, այլ նաեւ հարթակ նոր նախագծերի, համագործակցությունների ու գաղափարների ստեղծման համար։ Այսպիսի նախաձեռնություններն ուժեղացնում են կանանց դերը մշակութային կյանքում, միաժամանակ պահպանելով մեր ազգային ժառանգությունը որպես կենսունակ ու արդիարժեք։ Նպատակը նոր համագործակցություններն են, հետագա ավելի հետաքրքիր ծրագրերի համար եւ ինչու՞ չէ նաեւ մեր կանանց ներկայացնելու Ալեքսանդրապոլի ավանդույթները։ Հյուրերը հնարավորություն ունեցան շրջելու թանգարանում, ծանոթանալու քաղաքի պատմության ու ավանդույթներին, դիտելով Ալեքսանդրապոլի բնակիչների կենցաղը, կահավորանքը եւ առօրյան ներկայացնող բացառիկ ցուցանմուշներ։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։